Ես այդպես 13 տարի աշխատել եմ, խտրականություն երբեք իմ մոտ չի եղել, բայց իհարկե ուրեմն խնդիրները լուծվելուց հետո կարող եմ ասել, որ քաղաքապետ կդառնանք, որովհետև տեխնազներից մեկը իր խոսքը չի ասել, ուրեմն բայց ես ուզում եմ ուղղակի շնորհակալություն հայտնել, որ անփորձանք, խաղաղ, հանգիստ, ինչքան էլ շատ մարդիկ ուզեցան խառնել, ուրեմն քաղաքում խնդիրներ առաջացնել, բայց ուրեմն բոլորս խելացի ձևով, խաղաղության ձևով, համերաշխ ձևով անցկացրեցինք Գյումրու քաղաքապետի ընտրությունները, որի համար ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլորից։ Եվ հիմա եթե դուք հարցնում Ձեզ համար արդյունքները գոհացնող են եւ այնուամենայնիվ սպասում եք, որ Մարտուն Գրիգորյանը ձեզ կմիանա, թե ոչ։ Գիտեք ինչ, նախ արդյունքները ինձ համար գոհացնող է, թե ոչ, ասեմ, որ վատ արդյունքներ չենք ունեցել մենք, որովհետև երբ որ տեսել են, որ ամբողջ պետությունը իր ամբողջ դրձակներով ու ապարատով աշխատել է մեր դեմ, եւ բոլորը գիտեք, թե ինչ է տեղի ունեցել, ոնց է արվել, ինչքան դրսից մարդ է բերվել, ուրեմն ինչքան հանձնարարականներ է տրվել մարզպետներին, երկրի բոլորը այստեղ են եղել, նախարարները, պատգամավորները, ուրեմն բանակը ոնց են դրսից զորամասերից ընդդուք տեղեկություններ ունենք, որ զինվորներին կանչի ասել են զանգեք ձեր ծնողներին։ Մի խոսքով շատ բաներ մնաց ազնել, եթե հիմա ես շատ այսպես բարձրաձայն ասեմ, հավանական է ինձ կասեք, թե ուրեմն պետք է դրա համար քրորեն պատասխանատվության, պետք է ենթարկենք բան, բայց հասարակության կարծիքը բոլորիս համար շատ կարևոր է։ Եթե հարցնեք ժողովրդին, ժողովուրդը ավելի լավ ձեզ կասի, թե ինչ մեթոդներ է կիրառվել։ Եվ այն ժամանակ, որ ես ասում էի 300 սպարտացիները, այ հիմա նորից ասում եմ, որ իրոք 300 սպարտացիների պես մեր ժողովուրդը կանգնեց ամբողջ պետական ապարատի դիմաց, առանց պոնչիկի, առանց պեղաշկի բաժանելու, առանց 20,000 դրամների, առանց որևիցե մի բանի, այլ գաղափարի շուրջ հավաքվելով եւ ԿՊ-ին դեմ քվեարկելով կանգնել են այսօրվա իմ կողքին, որի համար եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Ինչ մնում է Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ, ես հույսով եմ, որ մենք ինչ որ պայմանավորվել ենք մինչև ընտրությունները բոլորս հեռուստատեսության աչքի առջև մենք ասել ենք, ես օրինակ, այսպես եմ ասել։ Եթե ինձանից որևիցե մեկը ընդդիմությունից իհարկե շատ ձայներ հավաքի, միանշանակ ես կմիանամ իրեն եւ ընդդուք ոչ պաշտոնների ակնկալիքով, առանց փոխքաղաքապետի, առանց վարժնիպետերի ինչ որ մի բանի, ես այդպես հայտարարել եմ եւ գիտեմ, որ ուրեմն Ռուբենը արդեն հայտարարություն է արել, որի համար ես իրենից շնորհակալություն եմ հայտնում, Կարենը նույնությամբ հայտարարություն է արել, ես իրենից եւս շնորհակալություն եմ հայտնում եւ ես հույսով եմ, որ ես անպայման իրենց հետ կբանակցեմ, կքննարկեմ, ընդդուք կցանկանայի, որ իրենցից եւ աշխատանքի հարց լուծվեր քաղաքապետարանում, ինչու՞ չէ, եւ իրենց ծրագրերից, եթե տեսնեն, որ իմ ծրագրերի մեջ չկա, մենք կարող ենք նստել, քննարկել, եթե տեսնեմ առողջ իրենց ծրագրերից, ուրեմն աշխատենք, որ իշ շատ հավատի կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել։ Ինչ մնում է Մարտուն Գրիգորյանի կապակցությամբ, ես հույսով եմ, որ Մարտուն Գրիգորյանը եւս իր խոսքերը ինչ որ ասել է, ինչ էլ որ պակաս է եղել, հավանական է մենք կարող ենք նստել, բանակցել, քննարկել, խոսել, այնպես որ ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում, ինչքան էլ ուրեմն վերադաս կառույցները ուզեցան խառնել Գյումրի քաղաքը եւ որոշակի բաներ կարողացան ուրեմն կազմակերպել, բայց ես ասել եմ, որ ես թշնամի չունեմ հայ ժողովրդի մեջ, իմ թշնամիները Օսմանյան Թուրքիան են եւ Ադրբեջանն են։ Ես հայ ժողովրդի թշնամություն չեմ պահում միանշանակ, որովհետև ես այդպեսին եմ իմ բնավորությամբ։ Կարող է եւ դա իմ ուրեմն մինուս կողմերից մեկն է, բայց հանուն Աստվածային սիրո, հանուն ճշմարտության ես այդպես ապրում եմ ու բոլորը այս քաղաքում ինձ գիտեն, որ ես իրոք իմ խոսքերը ես ներողամիտ եմ։ Պարոն Ղուկասյան, երեկվան որևէ բանակցություն տեղի չի ունեցել Մարտուն Գրիգորյանի հետ։ Ոչ, երեկվանից որ դուք կենթանի շփումներ չեք ունեցել առհասարակ։ Ոչ, մենք ուրեմն
Մարտուն Գրիգորյանի հետ ոչ մի բանակցություններ չենք ունեցել, չենք տեսել իրար հետ, մենք ընդհանրապես առիթ եղել, որ իրար հետ տեսնենք, բայց իհարկե իր ազգի, իր հարազատների հետ հարկան կա, բան կա, այնպես որ այդպես ողերին թշնամիներ չենք, բան չենք, ոչ էլ ես խոսքերը ասում եմ, որ գիտեք, այնպես որ հապուկ, որ մարդիկ բան անեն, ինչ որ ճիշտ կա, այն եմ ասում։ Միջնորդավորված եք։ Ոչ պակասեցնում եմ։ Խնդրում եմ, եթե հարցեր ունեք, այնպես եղեք, որ մեկը տվեք Պարոն Ղուկասյան, տեսեք, եթե Մարտուն Գրիգորյանը այնուամենայնիվ չի միանում ընդդիմությանը, ստացվում է, որ ըստ էության համայնքի ղեկավար Ավագյանին չի կարողանալու անդրել։ Այս դեպքում ինչի անելու ընդդիմությունը, այն քաղաքական ուժերը, որոնք խայտել են, որ Այսինքն կախված է ձեզնից փոշիացման ռիսկերը։ Ես ճիշտ ասած այս պահին ձեզ չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև ես իրոք համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը, նա պետք է դրան համոզվել։ Դրանից հետո անպայման մենք մեր հայտարարությունը կանենք, թե ով է նպաստում ԿՊ-ին, ում խոսքերը ինչ է, եւ դրանից հետո մենք մեր անպայման խոսքի կասենք։ Հիմա այս պահին ես չեմ կարող պատասխանել, խնդրում եմ այդ հարցը ինչ տակ, թե դրանից հետո ինչ է լինելու, որովհետև ես չգիտեմ իրենց կարծիքը, բայց ինչ որ լսել եմ հեռուստատեսությամբ, ինչ որ ինքը ասել է, որ անպայման մենք միանալու ենք, ուրեմն ընդդիմության դաշտը միասին է լինելու եւ քրվեն չի անցնելու քաղաքում, այդ լսել են ես ու տեսել ենք, բոլորս էլ լավ գինենք։ Տեսականորեն չի հասկացվում ձայնը, եթե այսպես ասած ընդդիմության տեխնացու առաջադրվի, հա, գուցե Մարտուն Գրիգորյանը ինքը առաջադրվի, այս դեպքում ձեր, այսպես ասած, դուք ինչ եք որն է լինելու։ Գիտեք ինչ կա, ուրեմն եթե այսօր նախ իմ ձայները բոլորից բարձր ընդհանուր առմամբ աշխարհում, ես չգիտեմ մի դեպք, որ ասենք, ովքեր որ շատ ձայն են ունեցել, գնան միանան այն քիչ ձայներ ունեցողին, եւ հետո եւ Կարենը եւ Ռուբենը հասկացա միացել են ինձ, այսինքն երեքս միասին մենք միացել ենք, մենք սպասում ենք, ինքը 6 պատգամավոր ունի, հավականի ունի, հիմա այնպես որ մենք սպասում ենք իրեն, այդպես մտածել, այդպես չի կարելի։ Իսկ պլան B չունեք։ Իշխանությունը Անկած չմնա ԿՊ-ին, պատրաստ եք այդ ժողովությանը։ Ես հիմա այս պահին պատրաստ չեմ ձեզ պատասխանելու այդ հարցին։ Բայց մտածել եք այդ անձնազոհության մասին։ Մինչև ես չհամոզվեմ, թե ինչ է կատարվում դիմացի, հիմա իմ խոսքերը այս պահին, եթե ես ընկնեմ առաջ ինչ որ մի բան ասեմ, ես չեմ կարող դա անել, որովհետև պետք է համոզվեմ, որ իրոք այդպես է։ Երբ եկավ այդպիսի իրավիճակ, ուրեմն պետք է տեսնենք ես ինչ կանեմ։ Պլան B ունեք, Դուք պարոն պատրաստ եք, հա, օրինակ կոալիցիոն, հա, եթե ընդդիմությունը այնուամենայնիվ միավորվի, փոխքաղաքապետերի, վարչության պետերի պաշտոնները տակ մյուս ընդդիմադիր ուժերին, թե այնուամենայնիվ ասելու եք ընտրեք մեզ եւ մենք միանձնյա ղեկավարենք քաղաքը։ Ուրեմն փոխքաղաքապետի պաշտոնը ոչ, բայց մնացած որ պաշտոնը որ պետք է մենք պատրաստ ենք տալու, հետո գիտեք ինչ, ես իմ 13 տարիների աշխատածի ժամանակահատվածում, ուրեմն եթե նայենք Մարտուն Գրիգորյանի բոլոր ունեցվածքի տակ դրված է Վարդան Ղուկասյան, ինչ որ իրանք սեփականություն հիմա ունեն եւ ոչ միայն իրենք, իրա որ եղբայրները, իրա թաղի ժողովուրդը, եւ մնացածը քաղաքում նվեր չեմ արել, մարդիկ ուզեցել են քաղաքում ներդրում անել, ուրեմն քաղաքում ով ուզեցել է ներդրում անել, ես չեմ նայել, թե սա իմ ուրեմն ընդդիմությունն է ինձ կամ ինչ որ գիտեմ ինչ է, ես բոլորին ինչ որ կա այս քաղաքում իմ տվածն է եւ տակը դրված է շինթույլտվություն Վարդան Ղուկասյան, ավարտականակ Վարդան Ղուկասյան, այսինքն կարող է դաժե որևիցե մեկի հոր եղբայրը լիներ քաղաքապետ, ինձպես ավելի արադացերն ու օգնական ու սատարող չլիներ, ոնց որ ես եմ եղել բոլորի նկատմամբ, ոչ միայն ուրեմն Մարտունից նկատմամբ, իրանց թաղի մնացած, ուրեմն ժողովրդի նկատմամբ եւ ամբողջ քաղաքի նկատմամբ, այնպես որ ես հեռուստատեսությամբ հիշում եմ Շանտը հավանական է ես ելույթ եմ ունեցել այն ժամանակ 2001-3 թվականներին, որ քաղաքի ամենակենտրոնական տարածքները մենք պատրաստ ենք տալ ձեզ, ընդհանուր նվիրատվության կարգով եկեք ներդրում արեք, որովհետև քաղաքը մեռնում է։ Այդ սկզբունքով մենք արել ենք եւ աշխատել ենք։ Պարոն Ղուկասյան, դուք պատրաստ եք որպես ավագ ընկեր, գործընկեր ընդառաջ գնալ Մարտուն Գրիգորյանին, օրինակ եթե նույն իրավիճակում դուք լինեիք, հա, Միանշանակ ես ընդհանրապես ասեմ ձեզ, ասեցի ձեզ, ես ներողամիտ եմ,
միանշանակ ես ներողամիտ եմ, հանուն ազգի ամեն ինչի պատրաստ եմ, սպասեք, հասկանանք, կտեսնեք, որ իմ ասած խոսքերը գործով կապացուցվեն։ Բայց փոխքաղաքապետին նույնիսկ պատրաստ չեք։ Հողում եք անում Գրիգորյանի հրապարակային հայտարարությունները, որ ասել է կմիանա ընդդիմությանը, բայց նա նաև ողջ ընտրաշավի ժամանակ ձեր հետ կապված լուրջ մտավախություններ հայտնել, որ ձեր միջոցով ՔՊ-ն կարող է վերարտադրվել եւ այլն այդ հայտարարությունները։ Իմ միջոցով ես մի բան ասեմ, իմ միջոցով ԿՊ-ն ոնց պետք է։ Չէ, ինքը նկատի է ունեցել այն քրեական գործերը, Վանաձորի սցենարը, որ չկրկնվի, սա է նկատի ունեցել։ Գործերից մի քանի բան ասեմ, որ դուք գիտենաք։ Ուրեմն իմ վրա քրեական գործեր այդպիսին, ինչպիսին ներկայացվում է չկա։ Այսինքն ինձ մեղադրանք են առաջադրել, որ պատկերացրեք, ուրեմն հիվանդանոցի օպերացիոնի բժիշկը օպերացիա է անում։ Հիվանդը մահանում է, դատում են տնօրենին, որ բժիշկ չի։ Այսինքն քաղաքապետարանում կա քաղաքաշինության բաժին, որտեղ աշխատում են 20-30 մասնագետներ։ Կա ճարտարապետական բաժին։ Ուրեմն կա ավականի եւ այդ գործընթացը կա, ասենք իրավաբանական բաժին։ Կա աշխատակազմի ղեկավար, որ մինչև հող հատկացում անելը, ուրեմն այդ բոլոր մասնագետները ներկայացնում են քաղաքապետին եւ նախագիծ են կազմում, որ սա այս հողը պետք է օտարվի։ Եվ քաղաքի հատակագիծը գտնվում է միտեղ, քաղաքի քաղաքաշինության եւ ճարտարապետական բաժնում, որտեղ այդ մասնագետները կազմել են ու ներկայացրել են։ Ընդդուք օրենքի մեջ արձանագրված է, որ քաղաքապետի որոշումը դեր չունի։ Հասկանալի է։ Քաղաքապետի որոշումը արդեն այդտեղ դեր չունի։ Եթե այդ բոլոր մասնագետները ուրեմն ներկայացրել են նախագիծը կա, ստորագրել են, քաղաքապետը ուղղակի այդտեղ սովորական ինչ որ մի բան էլի, ասենք հավատացեք այդպես է։ Օրենքը բացեք, տեղական ինքնակառավարման գնայք։ Հիմա այդ բոլորը անտեսել են ու այսօր քաղաքապետին մեղադրանք են առաջադրել 60 հոդվածի հետ կապված, որ քաղաքում շենք շինություններ, ինչ որ կանաչ տերը, կանաչ կոդիում է կառուցվել, բնակարան կառուցել, դուք պատկերացնում եք աղետի կոդում բնակարան կառուցելը ու հանկարծ քաղաքապետը, որևիցե մի քաղաքապետ դնի ու այդ բնակարանը քանդի, որտեղ ասենք կողքերը մի այդպես տասնյակ, 20-ավոր բնակարաններ կան, որոնք օրինականացվել են տարբեր նախկին քաղաքապետերի կողմից։ Ու այսօր ինձ մեղադրանք առաջադրել, դա աբսուրդ է։ Եվ ասենք ինձանից հետո Բալասանյան Սամվելը նորից ուրեմն ինքը որոշում է կայացրել, մեղադրանք են առաջադրում Վարդան Ղուկասյանին։ Ինձանից առաջ Միքայել Վարդանյանը թող լույսի իր գերեզմանին ինքն է արել, ասենք մեղադրանք են առաջադրել Վարդան Ղուկասյանին։ Ուրեմն այն դատարանը, որ կա, որ ասենք ոնց է, սննգացման դատարան, հա, որ հակագործություն է։ Հակագործություն։ Այդ դատարանը, ասենք, քաղաքապետարանին հողեր է օտարել, սննգացված տեքստիլի կոմբինատի, եւ այդտեղ մեզ պարտավորեցրել է, որ պետք է մենք ուրեմն հասցեավորենք։ Եվ այսօր ինձ մեղադրանք են առաջադրում դրա համար։ Այսինքն դրանք եւ հետո բոլորը ուրեմն 10 տարուց անցած է, այսինքն ժամկետ անց է, որոնք 2006, 3, 5 բան թվականների մասին է խոսքը։ Եվ դրանով, որ ինձ վախեցնել է քաղաքապետին կդատեն կամ ինչ որ քաղաքապետը գնա, եւ քաղաքապետը գնա, դե բացատրում եմ, սպասեք վերջացնեմ, ուրեմն եւ քաղաքապետը գնա գործարքի, որ կարող է հանգարց իրեն դատեն եւ ինչ որ ԿՊ-ի պայմաններ, չգիտեմ, պայմանավորվածություն ձեռք բերեն, միանշանակ նմանատիպ բան չի կարող լինել, հետո ընդդուք եթե արած եք լինեմ ու բան լինի, ես երբեք իրենց հետ պայմանավորվածություն չեմ ձեռք բերի։ Այ բայց դուք հասկանում եք, չէ՞ ռիսկը որն է, ներողություն, դուք հասկանում եք, չէ՞ ռիսկը որն է։ Մամիկոն Ասանյանի դեպքում էլ կիսատ վարկածներով նախ մեկուսացրին, իրենց խնդիրները լուծեցին, հետո փաստորեն այդ մարդը ազատ արձակվեց։ Նույնը կարող է